ՕՀՄ նույն ինքը օպերատիվ հետախուզական միջոցառումներ, նույն ինքը գաղտնալսում, գաղտնի տեսահասկում եւ դիտարկում։ Այս ամենը սովորաբար կիրառվում է ծանր հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար։ Կառավարության նախաձեռնությամբ, սակայն, ներկայացվել է օրենքի նախագիծ, որը հնարավորություն է տալիս տեխնիկական բոլոր այս միջոցները կիրառել միջին եւ թեթև հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար, եթե դրանք կոռուպցիոն բնույթի են։ Այսինքն, եթե դուք պլանավորում եք ինչ-որ մեկին օրինակ 5000 դրամ կաշառք փոխանցել, կարող եք գաղտնալսվել կամ տեսահասկվել իրավապահների կողմից։ Իրավապաշտպանների կարծիքով սա հակասում է մարդու իրավունքների միջազգային նորմերին։ Ունենք արձանագրված ստանդարտներ, որոնք ասում են, որ այս կարգի միջամտությունը, գաղտնալսումները, անձի անձնական տարածություն ներխուժելը պետք է արդարացված լինի, եւ այդ արդարացվածության չափը արդեն իսկ նշվել է, որ պետք է բացառիկ դեպքերում լինի, երբ որ խոսքը վերաբերվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցանքներին։ Խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական գործողությունների հետևանքով առաջին հերթին տուժում է անձի մասնավոր կյանքի իրավունքը, եւ դա պետք է արդարացված լինի։ Իսկ վերջում հնարավոր է պարզվի, որ նա ոչնչում էլ մեղավոր չէ եւ մարդու ինտիմ գաղտնիքները հայտնվեն երրորդ անձի ձեռքին։ Ես էլ առաջարկում եմ, եկեք բոլոր պաշտոնատար անձանց վրա 24/7 ռեժիմով տեսանկարահանող սարք դնենք, օրինակ հանրությունը կարողանա 24/7 ռեժիմով վերահսկել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որ իրանք հանկարծ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրաված չլինեն։ Հարցը միայն մարդկանց անձնական կյանքի իրավունքը չէ։ Իրավապահների ռեսուրսները բավականին սահմանափակ են։ Ծանր հանցագործությունների թիվն էլ երկրում շարունակում է բարձր մնալ։ Հետևաբար, եղած ուժերը ճիշտ բաշխելու խնդիր կա։ Պետք է իրանք տաղանդժատեն ծանր, առանձնապես ծանր դրամ էլ օրենքներ է տրամաբանությամբ, այդ ՕՀՄ-ն անցկացնելու թույլտվություն տալի։ Հիմա մեր դեպքում արդեն ցենց դրել են կոպիտ ասած ռեսուրսները աննպատակային օգտագործում, դրա համար հանցագործության բացահայտումը նվազել է։ Այսինքն, օպերատիվ հետախուզական միջոցառումների համար միայն անհրաժեշտ քանակի տեխնիկան բավարար չէ։ Պետք են համապատասխան մասնագետներ քննության, հետո էլ դատա քննության համար անհրաժեշտ ապացույցները ֆիլտրելու համար։ 24 ժամ իրանք պետք է խոսքի դնեն, ձայնագրությունն է եւ այլ այդ ամեն ինչը իրականացնեն, վերջում նոր իրանք արդեն մշակին հասկանան։ Ճիշտ ու սխալը որն է, որ մատերիալն է իրանք պետք, որն է իրանք համար գործի համար նշանակություն ունեցող։ Իրավապաշտպանների կարծիքով միջին եւ թեթև կոռուպցիոն հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար կիրառելիք այս օրինագծի իրական նպատակը կառավարող ուժին ոչ ցանկալի անձանց թիրախավորելն է։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։